Քրիստոֆոր Կոլումբոսը ծնվել է 1451 թվականին Իտալիայի Գենուա քաղաքում։ Նա դեռ փոքր տարիքից հետաքրքրված էր ծովով և ճանապարհորդություններով։ Երիտասարդ ժամանակ նա աշխատում էր որպես լավաստի և մասնակցում էր տարբեր ծովային ուղևորությունների, ինչի շնորհիվ ձեռք բերեց մեծ փորձ։ Այդ ժամանակ մարդիկ կարծում էին, որ դեպի Ասիա կարելի է հասնել միայն արևելյան ուղղությամբ, երկար և դժվար ճանապարհով, սակայն Կոլումբոսը հավատում էր, որ կարելի է Ասիա հասնել նաև արևմուտք գնալով, անցնելով Ատլանտյան օվկիանոսը։ Նրա այս գաղափարը սկզբում շատերին անհավանական էր թվում, և երկար ժամանակ ոչ մի թագավոր չէր ցանկանում ֆինանսավորել նրա ճանապարհորդությունը։ Վերջապես, Իսպանիայի թագավորական ընտանիքը, թագուհի Իզաբելլան և թագավոր Ֆերդինանդը համաձայնեցին օգնել նրան։ 1492 թվականին Կոլումբոսը 3 նավերով Նինյա, Պինտա և Սանտա Մարիա սկսեց իր հայտնի ճանապարհորդությունները։ Երկար և վտանգավոր ճանապարհից հետո 1492 թվականի հոկտեմբերի 12-ին նա հասավ մի կղզի, որը գտնվում էր Ամերիկայի մոտ։ Կոլումբոսը կարծում էր, որ հասել է Հնդկաստան։ Այդ պատճառով այնտեղի բնակիչներին անվանեց հնդկացիներ։ Իրականում նա հայտնագործել էր մի մայրաքաղաք՝ Ամերիկան, որը մինչ այդ հայտնի չէր եվրոպացիներին։ Կոլումբոսը կատարել է ընդհանուր առմամբ 4 ճանապարհորդություն դեպի Նոր աշխարհ։ Նրա հայտնագործությունները շատ մեծ նշանակություն ունեցան, քանի որ սկսվեց եվրոպացիների տեղափոխությունը Ամերիկա, զարգացան առևտուրը և աշխարհագրական գիտելիքները։ Սակայն պետք է նշել, որ նրա ճանապարհորդությունները նաև բացասական հետևանքներ ունեցան տեղացի ժողովուրդների համար, քանի որ սկսվեց գաղութացումը։ Քրիստոֆոր Կոլումբոսը համարվում է մեծ ճանապարհորդ, քանի որ նա բացեց ճանապարհ դեպի Նոր աշխարհ և փոխեց մարդկության պատմությունը։